ամեն մեծ դահլիճներ են։ Ես ներկայացնեմ ոնց է սկսվել այս ամեն ինչը ու փետրվարի 28-ին կեսօրին հայրիկը զանգ է ստանում, որ ահազանգում են պատուհաններից ծուխա դուրս գալիս, տարածքը վառվում է։ Շտաբ հասնում է ու բախտի բերմամբ մոտ է լինում տարածքին, հասնում է, քանի որ բանալի չունենք, որ դիմացից մուտք գործենք, էլի պտտվում է ու մտնում է այդ արդեն բաց պատուհանից։ Մտնում է, հասցնում է կրակը, հանգցնում է, բայց արդեն տարածքի բնակիչները զանգահարած են լինում հրշեջ ծառայություն։ Հրշեջները ժամանում են ոստիկանների հետ միասին։ Տեղում կազմվում է ոստիկանների կողմից արձանագրություն, տեսնում են դեպքի վայրը ու էլի ոչ մի բան։ Ընդամենը օրեր առաջ քննչականում ինչ-որ ձևական հարցաքննության կարգի ինչ-որ մի բան արվում, բայց ոչ երեխաներն են հարցաքննվել, ոչ ինչ-որ առերեսում, ոչ մի բան, բացարձակ։ Ու ամենաաբսուրդայինը նորից կադրը ցույց տալիս շատ կարճ, ուշադրություն դարձնենք ինչա վնասվել։ Մեկ րոպե։ Ներողություն եմ խնդրում։ Գերբը տեսեք ինչ վիճակում է։ Բացում եք հայը։ Ոչ սրբություն ունեն, նորից ամեն։ Ծնողներն են հայերով խոսել։ Հայ են։ Այս պետական խորհրդանիշների հանդեպ sense վարվելու դեպքում բան չային, sense իշխանությունները չկոտորեցին իրանց, որտեղ երբ որ դրոշի գետնին էին տեսել, ինչ որ շատ անհանգստացել էին, հիմա գերբը sense ջարդած գետնին գցած վիճակում։ Այս երկրորդ գերբը։ Այս երկրորդ գերբը նույն վիճակում։ Սա ինչ անշում է, այսինքն սա, չգիտեմ, ոճրագործություն կար, անգստենք ինձ ինչ է։ Վանդալիզմ։ Հա, վանդալիզմ։ Այստեղ պատասխանատվություն կրել են, ենթարկվել են։ Չէ, եթե նույնիսկ քննչական կոմիտեն ոչ մի բան չի ձեռնարկում այս գործի ուղղությամբ, ինչ կարելի ասել։ Կամ պաշտոնյա ունենք, ով ասում էր եկեղեցին դարձրել են չուլան։ Հիմա հարց, եկեղեցին հայ ազգը ո՞նց կարա դարձնի չուլան, եթե հայ ազգը այն ազգն է, ով ունի արժանապատվություն, ով ունի հավատ։ Հիմա եկեղեցին են դարձրել չուլան, թե դուք եք դպրոցի շենքը դարձրել չուլան։ Այն դպրոցը, որը որ նորից եմ կրկնում, սրբավայր է։ Թե իրենք սրբություն չեն ճանաչում, սրբությունը միայն իրենց համար գումարն է ու պարգևավճարն է։ Եթե իրենց համար պարգևավճարներն է, մեր համար այնքան արժեքներ կան, թե դպրոց, թե մարտական դիրք, թե զինվոր, թե ընտանիք, թե ազգ։ Ու ոչ մեկ չի կարա անցնի այդ ամեն ինչի վրայով, ու ոչ մեկ չի կարա փորձի կպնել մեր դպրոցին, իսկ մեր դպրոցը ասելով նկատի չունեմ հենց այս օրվա այն ինչը որ ներկայացնում եմ։ Դպրոց ասելով նկատի ունեմ հայկական դպրոցը, որտեղ որ կրթություն են ստանում երեխաները, որտեղ որ կերտվում է մեր ազգի ապագան։ Ու երբ հայրս տարիներ շարունակ տեսնում էի, թե ոնց է մեր տարածքում մի քանի 100 դպրոցներ վերանորոգում, ես ինքս հպարտություն էի զգում։ Ու հպարտ էի քայլում փողոցով, հպարտ էի նայում մարդկանց աչքերին։ Երբ տեսնում էի, թե մեր տանը քանի 100 հոգու ենք մենք հյուրընկալում ու քանի 100 հարց է լուծվում։ Բա եթե ես տեսել եմ մի բան ու հիմա տեսնում եմ սա, դրանք համեմատելու բաներ չեն։ Ուրեմն այս ոճրագործությունից հետո ոճրագործություն եմ կոչում, որովհետև իրոք արդեն տեսակ ինչա կատարվում ու արդեն մեր խորհրդանիշներից 2 գերբա մի անգամից վնասվում ու քննչական կոմիտեն ոչ մի քայլեր չի ձեռնարկում։ Ապրիլի 1-ին մինչ այդ Վեդի համայնքապետարանը դիմել էր դատարան, վարչական դատարան, որպեսզի բողոքարկեր հայցի ապահովման վարույթը, միջնորդությունը ու ապրիլի 1-ին տեղի է ունենում դատական նիստ։ Դատական նիստի ընթացքում ամեն ինչ ներկայացվում է, քննարկվում է ապացույցներով էլի ու ապրիլի 1-ի երեկոյան որոշումը հրապարակվում է դատարանի կողմից, միջնորդությունը թողնել անփոփոխ, այսինքն էլի իրենց նպատակին չեն հասնում։ Էլի դատարանը արգելում է մուտք գործել այդ տարածք, բայց կառավարության ու վարչապետի սրտի համայնքապետ Կոկորդի լուսագետը էլի չի բավարարվում ու շարունակում է աշխատանքներ իրականացնել։ Շինարարական աղբա լցվում է տեղ, տեսախցիկներ են տեղադրվում է տեղ, այդ ամբողջ ասֆալտն է լցվում է տեղ։ Ինչ ես լցնում ասֆալտը այդտեղ, ինչ ես կուտակում այդտեղ, ինչ ես ուզում անես, շենք ուզում ես դարձնես բիզնես կենտրոն, ասֆալտն էլ ուզում ես վաճառես, էլի գումար աշխատելու համար, որովհետև վախենում ես, որ 2 ամսից էլ կարող է չունենաս ոչ մի աղբյուր։
Վեդիում այնքան փողոցներ կան, որ անմխիթար վիճակում են, կարելի է ուղղակի բարեկարգել այդ փողոցները, ոչ թե բերել ու դպրոցի տարածքը նման ձև ապականել։ Այսինքն դատարանը հոգուց որոշումներ է կայացրել, բայց Չի լսում։ համակարգ